Ողջույն բոլորին։ Պատրաստ եք ամբողջությամբ փոխել ձեր սովորելու սովորությունները։ Դե այսօր մենք կբացահայտենք, թե ինչպես կարելի է սովորել ոչ թե ավելի շատ, այլ շատ ավելի խելացի։ Եկեք միասին սուզվենք այս թեմայի մեջ։ Գնացինք։ Հաճախ է ձեզ մոտ լինում։ Ժամերով նստում եք գրքերի առջև, բայց 3 ժամ անց գլխում մնում է այնքան տեղեկություն, որքան ջուր մաղի մեջ։ Սա շատ տարածված խնդիր է, բայց լավ նորություն ունեմ, լուծում կա։ Պատկերացնում եք, որ ուսանողների 90%-ը օգտագործում է բացարձակ անարդյունավետ մեթոդներ, համոզված լինելով, որ ամեն ինչ ճիշտ է անում։ Հա, նրանք գրադարանում են մինչև ուշ գիշեր, բայց քննության օրը գիտելիքները գոլորշիանում են ավելի արագ, քան, չգիտեմ, գումարն աշխատավարձից հետո։ Դե հենց սա էլ 90%-ի թակարդն է։ Մենք սխալմամբ հավատում ենք, որ երկար ժամերով սովորելը հավասար է իրական գիտելիքի։ Բայց իրականում մենք պարզապես աշխատասիրության պատրանք ենք ստեղծում։ Եվ այսպես, ամենակարևոր գաղտնիքը սա է։ Իրական խորը ուսուցումը պահանջվում է ոչ թե ավելի շատ ժամանակ, այլ ավելի շատ ուղեղի աշխատանք, բայց մի անհանգստացեք, դա շատ ավելի հեշտ է, քան թվում է։ Ես ձեզ համար ամփոփել եմ ամեն ինչ եւ հիմա կներկայացնեմ 6 գիտականորեն ապացուցված մեթոդ։ Լավ, եկեք անցնենք առաջին տեխնիկաներին։ Այստեղ մենք կսովորենք կենտրոնանալ ոչ թե կոպիտ ուժի, այլ խելացի ռազմավարական ուսուցման վրա։ Դե ինչ, ծանոթացեք կրթության աշխարհի երևի թե ամենաանխնա բացահայտմանը։ Այն ամենի 80%-ը, ինչ դուք անգիր եք անում, բացարձակապես անօգուտ է քննության համար։ Սա Պարետոյի հայտնի կանոնն է։ Քանի դեռ դուք հերոսաբար անգիր եք անում, թե ինչ գույնի էին Նապոլեոնի գուլպաները Վատերլոյի ճակատամարտում, քննությանը հավատացեք ձեզ հարցնելու են նրա հիմնական ռազմական բարեփոխումների մասին։ Պատկերացրեք մի տիպեք կատարելապաշտ կամ ինչպես շատերս ենք ասում, պերֆեկցիոնիստ ուսանողի։ Նա կարդում է դասագիրքը կազմից կազմ, բայց գաղափար էլ չունի, թե որ թեմաներն են իրականում կարևոր։ Իսկ ռազմավար ուսանողը մոտենում է դասախոսին եւ ուղիղ հարցնում. ինչն է ամենակարևորը քննության համար, ու սովորում է միայն դա։ Մի խոսքով, դադարեք լինել անպետք գիտելիքների հավաքորդ, գտեք ձեր 20%-ը եւ դարձեք հենց դրա փորձագետը։ Իսկ սա արդեն հոգեբանական հնարք է։ Երբ շատ ժամանակ ունեք, ուղեղը թուլանում է, մտածում է դե լավ, դեռ ժամանակ կա։ Բայց երբ միացնում եք ժամանաչափը, ասենք 30 րոպեով, նա խուճապի է մատնվում, վայ ընդամենը 30 րոպե է, ու հենց այդ պահին սկսվում է քախարդանքը։ Տեղեկատվության դանդաղ մարսման փոխարեն միանում է գիտելիքների արտակարգ կլանման ռեժիմը։ Լավ, շարժվեցինք առաջ։ Հիմա մի շատ կարևոր բան պետք է տարբերենք։ Կա հսկայական տարբերություն անգիր անելու եւ իսկապես հասկանալու միջև։ Ցավոք, շատ գերազանցիկներ իրականում պարզապես լավ հիշողությամբ թութակներ են։ Էյնշտեյնը ոչ միայն հանճար էր, այլև կարելի ասել կեղծ խելացիներին մերկացնող։ Նրա այս ոսկե կանոնը մեզ կօգնի ստուգել, արդյոք մեր գիտելիքներն իրական են, թե ուղղակի պատրանք։ Այս տեխնիկան ձեր գիտելիքների ստիդետեկտորն է, լուրջ եմ ասում։ Երբ փորձում եք բարդ բանը բացատրել պարզ բառերով, ձեր ուղեղը վերջապես ստիպված է լինում իսկապես հասկանալ թեման։ Փորձեք օրինակ ձեր տատիկին բացատրել, թե ինչ է քվանտային մեխանիկան։ Եթե կարողանաք, դա ուրեմն դուք հանճար եք։ Հիմա եկեք խոսենք մեթոդների մասին, որոնք աշխատում են հենց մեր ուղեղի բնական մեխանիզմների հետ։ Բայց սկզբում պետք է մի կարևոր բան իմանաք։ Ձեր ուղեղը հիանալի դերասան է, երբեմն նույնիսկ պաթոլոգիական ստախոս։ Ահա թե որտեղ է թաքնված խնդիրը։ Ճանաչելը եւ վերհիշելը երկու բոլորովին տարբեր բաներ են։ Երբ դուք 100-րդ անգամ կարդում եք նույն տեքստը, ուղեղը ուրախ գլխով է անում. «Հահա, ես սա գիտեմ, տեսել եմ»։ Բայց երբ քննության ժամանակ պետք է զրոյից պատմել, նա հանկարծ միացնում է ամնեզիայի ռեժիմը։ Սա գիտելիքի պատրանքն է։ Իսկ լուծումը ակտիվ վերարտադրումն է։ Այն աշխատում է որպես ձեր ուղեղի ամենախիստ քննիչը։ Ոչ մի հուշում, ոչ մի ահա հիշեցի։ Պարզապես փակում եք գիրքը եւ փորձում եք վերարտադրել ամեն ինչ զրոյից։ Հենց այսպիսի խիստ հարցաքննություններն են ստիպում ուղեղին իսկապես հիշել, այլ ոչ թե ձևացնել։ Իսկ հիմա մի ցնցող նորություն։ Գիտեք, երբ եք ամենաարդյունավետը սովորում։ Երբ քնած եք։ Այո, քնած ժամանակ ձեր ուղեղը տեղեկատվությունը դասավորում է դարակներում, իսկ ավելորդը դեննետում։ Քննությունից առաջ չքնելը նույնն է, թե փակեք գործարանը ամենաթեժ արտադրության պահին։ Իսկ մի 10 րոպեանոց զբոսանքը խթանում է արյան շրջանառությունը, թթվածին հասցնում ուղեղին, դա նման է պրոցեսորի թարմացման։ Սա թերևս ձեր գիտելիքները ստուգելու ամենաարդար, բայց եւ ամենաանխնամ մեթոդն է։ Սկզբունքը շատ պարզ է. կարդում եք մի գլուխ, փակում եք դասագիրքը եւ մի թղթի վրա թափում եք այն ամենը, ինչ հիշեցիք։ Երբ հետո բացեք գիրքն ու տեսնեք, թե ինչքան բան եք բաց թողել, հենց այդ բաց թողումները, այդ բացերը կվերածվեն ձեր հիշողության համար սուպեր սոսնձի։ Դե ինչ, եկեք ամփոփենք։
Ահա այն 6 հզոր տեխնիկաները, որոնք կազմելու են ձեր նոր գերարդյունավետ ուսուցման ռազմավարությունը։ Եկեք արագ անցնենք մեր նոր գործիքակազմի վրայով։ Առաջինը 80-20 կանոնը, կենտրոնանալ միայն կարևորի վրա։ Երկրորդ 30 րոպեանոց սպրինտները, կենտրոնացումը սրելու համար։ Երրորդ Feynman-ի տեխնիկան, իսկապես հասկանալու համար։ Չորրորդ ակտիվ վերարտադրում, պասիվ կարդալու փոխարեն։ Հինգերորդ քուն եւ մարզանք, ուղեղի լավագույն աշխատանքի համար։ Եվ վերջապես 6-րդ ուղեղի դատարկումը, որ հիշողությունն ամրապնդենք։ Այժմ դուք տիրապետում եք այս գործիքներին։ Ձեր ուղեղն արդեն պատրաստ է սովորելու մի նոր անհամեմատ ավելի արդյունավետ ձևով։ Ուրեմն հարցս հետևյալն է. որ մեթոդից եք սկսելու։ Կարծում եմ ժամանակն է դադարել ժամանակ վատնել եւ վերջապես սկսել սովորել խելացի։